Ատրճանակը դեմ տվին գլխիս, ասին ասի։ Երևի ակնկալում եք, որ տենց պետք է արդարանայի իմ նախանցած օրվա ելույթից հետո։ Մեկնաբանություններում այդպես են գրում, ուզում եմ պարզաբանեմ, ով քաղաքավարի գրելա, որ ուզում է պարզաբանեմ, ես այդ քաղաքավարի գրողներին պարզաբանում եմ։ Ովքեր որ վիրավորական խոսքեր են ուղարկել, մանավանդ նայեցի տենամից Դրուզիա են, միանգամից ընկերների շարքից ջնջի։ Եմ մի 20-30 հոգի, միգուցե ավել ջնջել եմ, չգիտեմ քանի հոգի է արդեն ինձ ջնջել իր ընկերների շարքից, որի համար ես շատ ուրախ եմ, ինչի եմ ուրախը կբացատրեմ։ Եթե ես միտք եմ արտահայտում, վերլուծություն եմ անում, ենթադրություն եմ անում, կարծիք եմ արտահայտում ընդհանրապես, ու դրա արդյունքում պետք է արժանանամ վիրավորանքի, այդպիսի ընկերներ ինձ պետք չեն։ Որոշներն նույնիսկ զաբլակիրված եմ տվել, ընդհանրապես իրանք իմ պրոֆիլը չեն տենալու երբեք։ Սա իմ լավությունն է, որը կարայի անեի իրանց։ Ինչ եմ արտահայտվել։ Պարզաբանեմ։ Միգուցե ես չպարզաբանեմ, միգուցե գյուղացիները պարզաբանեն։ Երեկ էլ Ռուբեն Ռուբինյանը այնա Պետրոս Ղազարյանի եթերում ասում է մենք ազատություն ենք բերել, ապա շրջափակում ենք արդեն վառ օրինակը ինչ որ կա, Կազախստանից այդ 4-րդ սորտի ցորենը եկել է Ադրբեջանի տարածքով, սա առաջին հայացքից մանավանդ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները նայում են ասում են ինչ լավ բան է։ Ես էլ եմ ասում շատ լավ բան է, ուրախացել եմ, ասի վայ ինչ լավ է ապա շրջափակում է, ինչ լավ է խաղաղության ինչ որ հոտ կա, վայ ինչ լավ է ժողովուրդը լավ կապրեն, մինչև այն պահը, երբ որ ինձ գյուղացիները հայտնում են, ինչու՞ չէ հարևանս էլ անասուն պահում, ինքն էլ առնում այդ 4-րդ կարգի ցորենը, որը խոզին է տալիս, բարձում է որ 3500 դրամանոց, մեշուկը դարձել է 3700։ Հիմա ես բարձրաձայն եմ թե չբարձրաձայն եմ։ Հիմա ես նույն Նիկոլին ընտրող մարդուն, որ ինքն է Նիկոլին ընտրել է, համ էլ ինձ խնդրում ասում է, որ բարձրաձայնի, իմանան կարող է եւ իսկապես Նիկոլ Փաշինյանը իր կուսակցությունով հանդես տեղյակ չի, որ իրաց ներկրած ցորենը էժանանալու փոխարեն թանկ ծախում են խանութներում։ Իմ կողմից սա ինչ որ սրիկայություն է, որ արել եմ։ Ասում եք բարձաբանում եմ։ Ես ինչ դժվար հասկացող մարդիկ էլ կային, դու մի ասա իմ հետևորդների շարքում, իմ ընկերների շարքում։ Հիմա մտեք տեսեք, ովքեր են ջնջվել իմ ընկերների շարքից, երբեք չհամարձակվեց ինձ ընկերության հայտ ուղարկել։ Ես ձեզ դեռ չեմ բլոկել, շանս տալիս եմ նայեք, էլի, որտեղ իմ մեկնաբանությունները լինելու են եւ դրական իշխանության կատարած քայլերի մասով լինելու են եւ բացասական, որտեղ կատարեն տարօրինակ քայլեր, անհասկանալի երևույթներ, վախեցնող, անհանգստացնող քայլեր, դրա մասին բարձրաձայնելու եմ։ Եվ առայժմ ձեզ հնարավորություն տալու եմ, որպեսզի իմ եթերները, իմ տեսանյութերը տենաք։ Իսկ եթե մյուս անգամ նորից վիրավորական բան տեսնեմ իմ հասցեին գրած, ես ձեր քաղաքական հայրերին սկսելու եմ վիրավորելը։ Այնպես որ թող մտածեն նաև ձեր քաղաքական հայրերը, որտեղ դուք այնքան չկաք, ախր ձեր քաղաքական հայրերը իմ հանդեպ հարգանքով են, ձեր քաղաքական հայրերը, որին դուք Աստծուց վեր եք դասում, իրանք իմ հետ հարգալից են շփվում, այդ դուք ով եք դառել, որ ինձ անհարգալից բառեր եք գրում։ Միանգամից բլոկել եմ այն մարդուն, ով որ գրել է ինձ առանց ինձ անձնական վիրավորել, գրել է ասում է սա Ղարաբաղցիները սենց են, այսինքն ուրեմն իմ ընկերների մեջ կային մարդիկ, ովքեր որ Ղարաբաղցի, հայաստանցի, էսպարակման, ապուշ, թեզի կողմնակից են։ Բայց միթե դուք չեք լսել, որ իմ եթերների ժամանակ բազմիցս արտահայտվել եմ, որ կապ չունի Երևանցի կլինի, թե Ստեփանակերտցի կլինի տարանջատողը, բաժանողը ժողովրդին բաժանողը իմ ընկերը չի կարա լինի։ Կհամարեմ մոլորված քաղաքացի, ավել բան չեմ ասում։ Ու մոլորված քաղաքացին կարա լինի եւ երևանցի, եւ իջևանցի, եւ էջմիածինցի, եւ Ստեփանակերտցի ու Մարտակերտցի։ Այսինքն իմ համար սկզբունքայինորեն այդ խոսքը անընդունելի է եղել դեռ շուտվանից, դեռ մանուկասակից, դեռ պատանի տարիներից, որտեղ ես չէի հասկանում այդ խոսքը ինչ է նշանակում։ Ոչ թե անհասկացող եմ չեմ, ուղղակի իմ արյան մեջ, իմ գենի մեջ չի կարա տեղավորվի, որտեղ իմ ընտանիքը, իմ արմատները միջև 8 սերունդ, որին ես գիտեմ, եղել է հայ, ապրել, ծնվել, մեծացել են Արցախի Մարտունու շրջանի Քարահունջ գյուղում։ Իմ համար ինչ տարբերություն Քարահունջ եմ ծնվել, թե Լենինականին ինչ որ Լենինականին կամ Էջմիածինին մեկ այլ գյուղում եմ ծնվել։
Դրանով ազգություն չի փոխվում, բայց այ ուղերի փոփոխություն բարձումա իմ մեկնաբանությունների տակ կարելի է գտնել եւ վերանայել։ Ինձ էլ ընկեր էին, գրում էին հը տեսակ Ղարաբաղցի, այսինքն այդ մարդիկ դիտարկում էին թե Ղարաբաղցիները բոլորը վատ են, Գևորգը այդ միակն է իրաց մեջ լավը, բարձվեց որ Գևորգն էլ չի լավ։ Իրականում ես չգիտեմ ձեզ ինչպես ձեր ստիլով բացատրեմ վիրավորական տոնով թե չէ, եւ Ղարաբաղում կան լավ մարդիկ, եւ Հայաստանում կան, եւ ընդեկային վատը, եւ ստեկային վատը։ Հիմա բաժնաբաց դուք եք վատը, ովքեր որ վիրավորական բառը գրում մարդու քաղաքական ինչ որ գնահատական, վերլուծություն, մեկնաբանություն անելու արդյունքում։ Ինչ կապ ունի դու որտեղից ես։ Սփյուռքում ես գտնվում, Հայաստանում ես գտնվում։ Կինա վիրավորական բան է գրել։ Նոր էլ էսա իր անձնականին հայհոյել եմ, հետո բլոկել։ Բայց պետք է այդպիսի մարդիկ։ Ուրեմն դուք գիտեք, երբ որ ես շատ, չգիտեմ, քանի եթերներ եմ կլինեմ ասած, քանի անգամ կլինեմ ասած, որ ասում եմ ժողովուրդ, նայեք, չխաբվեք, որ կարող է ինձանից մտածում եք, ակնկալում եք, թե իշխանության մարդն եմ, թաքուն աշխատող, ագենտ եմ, իշխանության բլոգերն եմ, ուղղակի տես չեմ ուզում ասեմ, որ ասում եք ձեզ ուղիղ տես բան չկա, գիտեք կատակ եմ անում, գիտեք ես տես եմ ասեմ իբր ծածկ եմ, իբր 00 սեմ ագենտն եմ, ցիխարի աշխատում եմ, ուղղակի ժողովուրդ չիմանա դրա համար ասում եմ ժողովուրդ չէ, ես իշխանության մարդ չեմ, ես հասարակ անկախ ազատ բլոգեր եմ, գիտեք ես կատակ եմ անում։ Երբ ասում եք չէ, Գևորգ նենց ասում իր Ղարաբաղցի զեմլակները չիմանան, բայց դե մենք հո գիտենք, որ ինքը իշխանության մարդն է։ Ուզում եմ հիասթափեցնեմ նորից ձեզ։ Այս եթերը պետքա, չգիտեմ, քանի 100,000-ով դիտում հավաքի, որ բոլորդ հասկանաք, ես ոչ մի իշխանության, ոչ մի ընդդիմության մարդ եղած չկամ ու չեմ էլ լինի։ Ես լինելու եմ ժողովրդի մարդը, ես աշխատելու եմ իմ պետության շահի համար։ Եթե դուք ասեք 4-րդ սորթի ծորեն է մտնելով Հայաստան, որ պետքա էժանանա գյուղացու համար անասնակերը, որ առնում է էժան առնի, ու դառնում անես, որ թանկ են ծախում, ես սրա մասին բարձրաձայնելով պետությանը վնաս եմ տալիս, եւ ապացուցեք հիմնավոր, այն ժամանակ կարող եք ասել ես, որ հակապետական մարդ եմ, բայց ըստե ես մի փոքրիկ ոնց որ վնաս տվի, վնաս չեմ տվել, ես իշխանության հələ մի հատ էլ օգուտ հա, կարող իսկապես իշխանությունը տեղյակ չի, որ տենց գներ կա։ Իսկ ավելի վատ, եթե տեղյակ է ու ձեզ սենց երգա երգում հերոստալիկներով, մեկով հիմնականում իրանց սեփական լրատվամիջոցները, որ տեսեք ինչ եք բողոքում, ուրեմն դուք ռուսաստուրուկ եք, դուք ռուսամոլ եք, ժողովրդի մի հատվածն էլ ասում են դուք ռուսաստուրուկ եք, ռուսամոլ եք, հիմա ժողովրդի համար ինչ տարբերություն, եթե Ռուսաստանից էլ էր բերում 3500 դրամով թեփը ծախում, Ղազախստանից էլ ես բերում հələ 3500 չի 3700 է ծախում, մի հատ էլ հասցրի շուտ քեզ գովազդել, բայց որ ձեզ ասում եմ ես անտակտ հանրային հասարակական գործիչ եմ, այդ դու գիտեք ես ինքս ինձ վիրավորում եմ, ինչի եմ անտակտ ինձ ասել, այսինքն կարող է ես քարը գյոլին կամ, երբ որ դուք գյոլի մոտ հավաքված ժողովրդին խափեք, որ սա օվկիանոս է, քարը գյոլին կգամ եւ ցեխաջուրը ձեր վրա կլցվի կտենակ, որ դու գյոլի մոտ եք կանգնած, ոչ թե խաղաղ օվկիանոսի մոտ եք կանգնած։ Այդտենց անտակտ եմ, այսինքն թույլ չեմ տալու, որ սուտ բան տարածվի հանրության հասարակության մեջ։ Սա բանի մասով, ծորենի մասով, ինչու՞ չէ, բանի մասով էլ ածի, որ անհաձեռներեսներին, որ ճնշել են, ինչ որ ասել են տարվա ամբողջ հարկը պետքա մի ամսում, վճարեք սա նեղություն էր ժողովրդին։ Ածի այդ իշխանության աջակցող մարդիկ են ինձ ասել, չէ, բարձրաձայն եմ ես դրա մասին, բարձրաձայնել եմ ու այն մարդը, ով որ բարձրաձայնել եմ այդ թեմայի համար, ինձ ընկերների շարք ինքը չի ինձ ասել, ուղղակի ինքն էլ էր դուժված, ինքը ինձ ընկերների շարքից ջնջել է։ Հələ տեսեք դրանց օրինակ մտածելակերպը, ես չեմ հասկանում, այսինքն ձեր արդար պահանջը ես բարձրաձայն եմ, դուք ինձանից հələ մի հատ էլ նեղանաք եւ ջնջեք ընկերների շարքից, որ պահնած ես, որ տենց տարակուսես, որ ձեզ կասկածի տեղիք տվա, որ ես իմ հետևից Ռուսիա ականջներն է, Քոչարյանի ականջներն է, բայց գիտեիք, որ Արցախի ժողովրդի մի մեծ հատվածներ գիտեր, թե իմ հետևը Նիկոլի ականջներն է, այդ մեկը չգիտեիք, հիմա որ ձեզ բոլորիդ էլ հիասթափեցնեմ, ոչ Նիկոլի ականջները իմ հետևը, ոչ Սերժ Սարգսյանի, իմ հետևը ոչ մի ականջ չկա, ինչ տեսնում եմ, ինչ մտածում եմ, էդ էլ բարձրաձայնում եմ, նույն թղթի վրա ոչ մի գրություն չկա, որ գրեմ ես դրա մասին խոսամ։ Վատ եք զգացել, բա վատ զգացեք։
Խի դու մտածել եմ ասել եմ կներեք ժողովուրդ, որ սկզբից ասեցի պիստոլետը դրել են գլխիս, դրա համար չարահատյալ տենց բաներ, ինչ չարահատյալ, ինչ իմ գլխին, ինչ որ մեկը ինձ կարա վախեցնի, ինչ որ մեկը կարա ինձ կաշառք տա, ինձ փող տա, անսենս բաներ խոսա, դե տվեք, փող տվեք, ես ձեր շահը բարձրաձայնել եմ, ասել եմ, սա համագյուղացիները որ տուժված են, ես բոլորի անունից բարձրաձայնել եմ, որ 3500 դրամանոց ծորենի թեփը, որ պետքա էժանանար, 4-րդ կարգից ծորը մտնելու դեպքում, դարձել է 3700։ Դե փող տվեք, բայց ձեր շահն են բարձրաձայնել։ Կարող Ռոբերտ Քոչարյանը պետք է փող տա։ Ռոբերտ Քոչարյանը դրա կարիք չուներ։ Ինձ ասում եք, չէ, Քոչարյանի ակաժներն է հետևել։ Ասում եք Պուտինի ակաժներն է։ Պուտինի շահն են բարձրաձայնել, երբ որ Պուտինը Հայաստան խոզա պահում ու իր խոզի համար խնդիր է առաջացել թե փառնելը։ Մեր հայրենակիցների, մեր Հայաստանի Հանրապետությունը ապրող գյուղացիների խնդիրն են բարձրաձայնել, իրանց սրտի բողոքն են բարձրաձայնել։ Դրա արդյունքում, եթե ինչ որ մեկը ինչ չի համարի իր համար որպես հայրենակից, ինչ չի համարի որպես անկաշար, անկախ բլոգեր եւ կմտածի, որ իմ հետեւակիցներ կա կամ ինչ որ մի անձի կամ որևէ տանձի, ոնց ուզում եք իմացեք, եթե մեկը ձեզ խափել ասել է, Գևորգի մենք կառավարում ենք, բան, տանձա ինքը իմ համար։ Տանձի պոչա, ամենավատ բառերը ես չեմ ուզում ուղղակի եթերում ասեմ։ Անկեղծած է կարող է որևէ ուժ, որևէ կուսակցություն, որևէ չգիտեմ ոչ մի բան ձեր ականջին շշնջած լինի, ասած Գևորգին մենք օգտագործում ենք, Գևորգը մեր մարդն է, տենց պրոստը ձևացնում է։ Հələ ուղարկեք նկարը հասցեն ապացույցները, դες ոնց եմ օթերով հանում է տվյալ ոչ մի բանությանը։ Ժողովուրդ ջան, ես կյանքում շատ եմ դժվել ուղի խոսալու համար, անձնապես, բայց պաշտպանել եմ միշտ էլ հանրության շահը, միշտ հանրային շահը, միշտ կոլեկտիվի շահը։ Ու չեմ էլ փոշմանում, սա իմ բնույթն է տենց։ Էլ ինչից եք նեղվել։ Նեղվել եք նրանից, որ վարկածեմ, բարձրաձայնեմ, որ այս երևույթները ածի համար խնդիրներ ստեղծել, թեփը թանկացնել, 4-րդ սորտիցիոն թանկացնելը, սա իշխանությունը, այսինքն կարող է դիտավորել այս ամեն ինչ անեն, որ դուք հիասթափություն ապրեք եւ իրան մերժեք։ Եվ օրինակը բերել եմ, որ Սերժ Սարգսյանն էլ դիտավորյալ մեր նախագահական ինստիտուտը փոխել է պարլամենտականի, իր տեխնացությունը առաջադրել է, որպեսզի ժողովրդի մեջ ավելի խորանա ցասումը եւ դուրս գա մերժեն։ Ինչի մերժեն։ Ինչու է այս ամեն ինչը արել Սերժ Սարգսյանը։ Տեսեք ինչ եմ ասում, նորից եմ բացատրում։ Դուք իմ հետ հաստատ համաձայն կլինեք մեծամասնությունդ։ Սերժ Սարգսյանը իմանալով, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը չի լուծվում եւ պատերազմը կայնած է ժողովրդի գլխին, Արցախը կորստի առաջ է, որպեսզի իր կառավարման շրջանում չլինի այդ ամեն ինչ եւ իր անասեին դավաճան։ Ինքը այդ խաղն է կազմակերպել, որ իրան մերժեն, բայց դուք պատկերացրեք, հետ հաշվարկով ինքը չի առաջադրվում պարլամենտական ընտրություններում որպես պարլամենտի գլխավոր, որպես վարչապետ։ Սուսուփուս հեռանում է, լրացել է 10 տարին հեռանում է։ Գալիս է պատերազմը։ Կախվում է այդ ժամանակ ոչ հեղափոխությամբ եկած Նիկոլ Փաշինյանի, այլ օրինակ ով էր այն ժամանակ տեխնացու։ Լավ, Վարդգես Վարդգեսյանի գլխին։ Ժողովուրդը ինչ էր ասելու։ Ասել, տեսակ Սերժը ոնց իմացավ, որ պատերազմ է լինելու, սուսփուս հեռացավ։ Հիմա կասեք, բա ինչ պետք է անի, պետք է հեռանա սուսփուս։ Ոչ։ Արտաշես Գեղամյան, Ստեփան Դեմիրճյան, Ռաֆի Հովհաննիսյան եւ այլն տեխնացություններ դնող մարդիկ չկարողացան ոչ մի վլաստ էլ վերցնեին, ոչ Ռոբերտ Քոչարյանից, ոչ Սերժ Սարգսյանից։ Ինչու? Որովհետեւ դեռ պատերազմը հեռու էր գտնվում։ Որովհետեւ դեռ կար քերելու երկրից, որովհետեւ դեռ կար թալանելու, որովհետեւ բյուջեն հələ լրիվ ճեղքված չէր տվել։ Թալանելու բան կար, էլի կարճ ասած։ Դրա համար իրանք իշխանություն չզիջեցին 1998 թվականից մինչև 2018 թիվը իշխանություն չզիջեցին, դրա այդ ժամանակաշրջանում իրանք լավ հարստացան։ Այդ եմ ես ասում, ժողովուրդ ջան, որ Սերժ Սարգսյանը եթե սուսփուս հեռանար, իրանք կմեղադրեիք հետո պատերազմի սկսվելու դեպքում, որ ինքը գիտեր դրա համար հեռացավ։ Իսկ ցես ինքը ձեզ է մեղադրում։ Ճիշտ եմ ասում, թե սխալ։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդին մեղադրում է
Կոպիտ ասած, հələ մատնել աշկն հանում կողմ ժողովրդի, ասում է դուք եք գնացել նախրի մեջից անասունի ճակատը պատշել, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Տեսակ ոնց մեղադրեց ձեզ, տեսած ոնց ինքը Իրանից հեռացրեց պատերազմը, պարտությունը չվերցրեց իր ուսերին ու մեղադրում է, ասում է դուք չի հելակ 18 թվին հեղափոխություն արեցիք, ինձ մերժեցիք, ասիր գնա։ Դե դուք ուզեցիք տենց, դուք եք մեղավոր, ինչու եք գնացել բերել Նիկոլ Փաշինյանին։ Եթե ստեմ մի հատ բառ, մի հատ սուտ գտնեք իմ ասածի մեջ, այն ժամանակ ինչ ուզում եք ասեք, բայց փաստերով բերեք ասի Գևորգ տես չի եղել։ Որն եմ սուտ ասես թե։ Չի եղել այդ ամեն ինչը։ Թե Սերժ Սարգսյանը երեսով չտվավ ժողովրդին, որ դուք եք ուզել։ Չի ասել նախրի միջից գնացել եք անասունի, թե էշի ճակատը պատշել, սենց բաներ։ Դուք ուզեցիք։ Իսկ մինչև պատերազմը ասում էր կգա ժամանակը կխոսամ, կգա ժամանակը կխոսամ։ Անհամբեր սպասում էր, որ պետքա պատերազմ լինի, եւ պատերազմը գիտեր անհնար է հաղթելը, իր ունեցած կերծրած փորը մեծ գեներալներով եւ իր թույլ սպառազինության բանակով չի կարենալու հաղթի եւ ինքը այն ժամանակ պարտության դեպքում հելնելու ասի ես էի լավ թակավորը դուք չուզեցիք ես մնամ այ եկավ Նիկոլը դրա համար է պարտվեցին արեց այսպիսի բան հիմա իմ մոտ հարց առաջանում Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյանը այսպիսի խաղ խաղաց իբր թե ինքը չէր ուզում գնար ուզում էր հələ երրորդ սրոկ էլ մնար վարչապետի պաշտոնին այսքան օինները բերեց մեր գլխին ու էլ մի հատը ժողովրդին է մեղադրում ասում է դուք ուզեցիք այս ամենը հիմա Նիկոլ Փաշինյան քո արածը ինչ է ես խի ես sense բաներ անում ուզում եմ հասկանամ լավ դու էլ մտել ես լավ process-ի մեջ ես օրինակ ողջունում եմ արտաքին քաղաքականությունը մի քանի անգամ նույնիսկ ասել եմ շնորհակալ եմ Հարարատ Միրզոյանին կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ուղի է ընտրել որ ռուսի ազդեցությունը թույլատրել է կամ թույլատրել է ինքը օգտվել է այդ առիթից ավելի ճիշտ ասենց ձևակերպենք եւ այդ հարմար առիթ է ունեցել Ամերիկայի ներքաշել է տարածաշրջան ես սա ողջունում եմ այսինքն արտաքին քաղաքականությունը ես ողջունում եմ բան ներքին քաղաքականությունը բա քո սեփական ժողովրդի դժվար կեցության մեջ դնելը այս ինչ է նշանակում դուք չեք ուզում պարտքո պահանջ դնեք դուք չեք ուզում ձեր սիրելի ղեկավարությանը ձեր հարգելի ղեկավարությանը հարցնեք ես ուզում եմ որովհետև իմ ասածը ոչ թե թշնամանք է իմ իշխանության, իմ պետության իշխանությունների վարչապետի ուղղությամբ այլ հաշվետվություն որի իրավունքը ունեմ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ նույնիսկ եթե ես ապրեմ Ռուսաստանում, Ամերիկայում, Ֆրանսիայում, մեկ այլ երկրում ես մաքուր հայ եմ եւ իմ պետության համար մտածում եմ իսկ իմ պետությունում ապրում են ժողովուրդ որոնց կյանքը պետքա լավանա որ սեր շարունակ է մնան ապրել որպեսզի պետությունը պետություն դառնա իսկ դրանից մի քանի օր առաջ էլ բարձրաձայնել են որ քաղաքացին դժգոհում է որ արհեստական խոչընդոտներ են ստեղծում ըստ տուն առնելու համար ասելով փողի ցակումնաբանությունը բեր ցույց տուր իսկ ես դա ասել եմ ինչու օրինակ ցակումնաբանություն չէի քաշնում երբ որ փող էի խնդրում Սփյուռքահայությունից Հայաստանը կանգնեցնելու բանակը զինելու համար քիչ էի ասում այդ փողերը կեղտոտ է կարող է գողացած է օրինակներ են բերում եւ տեղին են բերում կապ չունի որտեղից է փողը ինչ է շաբլոն մի հատ օրինակ ընդ պահեք ասեք հարգելիս չունես հիմքեր որտեղից ես բերել 25 տարի շարունակ ծնողները տարբեր տեղերով փող եք հայթայթել այ շաբլոն նախադասությամբ տաքս ստորագրի որ այս փողը տարբեր միջոցներով տարբեր բաներով դու կուտակել ես երկար տարիների ընթացքում հեշտացրեք այդ մարդկանց տուն առնել այսինքն եթե ես բարձրաձայնում եմ խնդիր ես միտում չունեմ ես չեմ մտել քարոզարշավի մեջ եւ պաշտպանեն որևէ ուժի բայց ես ձեզ դրա մասին եմ ասել չէ որ մոտիկանում է նախընտրական քարոզարշա մոտիկանում է ընտրությունները հունիսին պետքա լինի եւ ես եմ լինելու ակտիվ կարող որոշների մոտ ցես տպավորություն ա եղել ես ակտիվ եմ լինելու իշխանություն գովորքելու մեջ այնա գովերքողները լիքն են աշխատավարձ են ստանում եկամուտ են ունենում դաբրոններ ունեն դուք շարունակեն իրաց գործը ես աշխատավարձ եմ ստանում եկամուտ ունեմ թե ինձ ինչ որտեղ ֆինանսավորում են ես որ պետքա դրա համար իրաց քարոզարշավի միանամ եւ գովերքեմ եթե անկեղծ իմ Կաշինսկի չի էլ վերցնի դա ես չեմ պիտակավորում այն մարդկանց ովքեր որ ֆինանս են ստանում եկամուտ ունեն իրաց աշխատանքի բնույթն է իսկ աշխատանքի բնույթը ինչ որ չափավոր քո բնավորության հետ պետքա կապ ունենա իմ բնավորության հետ կապ չունի փող ստանամ քարոզարշավ անեմ Ձրի կանեմ, ձրի լրիվ կանեմ, այսա կարող է իմ խոսքերի մեջ լինի Նիկոլ Փաշինյանի իշխանության ջրաղացին ջուր լցնել, ինչի եղել է այսքան տարիներ,
Շատ ա եղել Նիկոլ Փաշինյանին, անուղակի դարել եմ ես պաշտպանած։ Մարդիկ մտածել են, թե ինձ Նիկոլը փող ա տալիս, որ պաշտպանեմ։ Եթե չգիտեիք, ձեր համար նորից բացահայտեմ, երբեք ինձ փող չեն տվել որևէ մեկի համար ես խոսամ։ Ոչ մի իշխանության, ոչ մի ընդդիմության համար ես խոսած չկամ փողով։ Միշտ խոսել եմ անուղակի, ինչ մտածել եմ արտահայտվել եմ։ Եվ չգիտեմ քանի տոկոսն է այդքանը հասկացել, որ ես իսկապես անշահախնդիր, անկաշար, ազատ գործունեություն եմ անում իմ երկրում։ Չհասկացա, այդ ինչ եմ ասել, որ մի հատ է բարձաբանման կարիք ունի, սա բարձաբանեցի, եթե էլի կան հասկանալի հարցեր, խնդրեմ գրեք, ես պատասխանեմ։ Սիրով կպատասխանեմ, եթե գրել եք կներեք, չեմ տեսել։ Սերժը գիտեր իր գլխի գալիքը։ Կանեշնի գիտեր, դրա համար էլ ասում եմ, այդ ամեն ինչ արել է։ Հիմա Նիկոլ ես շատ գիտեմ ինչ է սպասում մեր Հայաստանի գլխին, ուզում է հեռանա։ Գրեք, տենամ ինչ եք գրում, ես պատասխանեմ։ Կա գիտեք, արել եմ կամ ասել եմ այնպիսի բաներ, որի համար պետք է գնամ մարդ բերեմ, ասեմ, խնդրում եմ եկա բասնավատ արեք ժողովրդին հասկանա։ Ես ինչ ասել եմ, իմ ասածները էսա, ձեզ ներկայացնում եմ։ Խաբարես, որ ժողովուրդը Թրամփի դեմ է ցույց անում, Նիկոլ նայում է, թե ինչի համար են ցույց անում։ Խաբարես Ամերիկայի ժողովուրդը Թրամփի դեմ է ցույց անում, հա, ընդդեմ որխի Նիկոլի հետ նորմալ հարաբերություն, երևի այդ չեմ տեսել, չեմ կարա մեկնաբանեմ։ Տեսել եմ ամեն ինչ, գիտեմ տղաս։ Ճիշտ ես Գեորգ ջան, ես այդ ամեն ինչ լսել եւ տեսել եմ, ամեն ինչ գիտեմ տղաս։ Վերջապես տեսեք, ես իրավունք ունեմ անհանգստություններ հայտնելու։ Հիմա ինձ բացատրեք։ Կգրեք, ես ձեր գրածը կկարդամ։ Նիկոլ Փաշինյանը 7 միլիարդ պարտքը վերցրել է, սարքել է ինչ-որ 16 միլիարդ, հա։ Այսինքն կրկնակիից էլ մի քիչ էլ ավել։ Բայց դրա արդյունքում Փաստորեն կառուցել է ճանապարհներ, ասֆալտներ ա լավ արվել, ճանապարհներ ա սարքվել, կառուցում է մանկապարտեզներ։ Կարող մի օր պարզի, որ ու սրա պատճառով եք հիմնականում, չէ՞, օրինակ Նիկոլ Փաշինյանին ողջունում։ Իսկապես երկար տասնամյակներ այդ բաները չէր արվում։ Քանդված մանկապարտեզներ ու դպրոցներ, քանդված ճանապարհներ, ահա որ վիճակ էր Հայաստանի վիճակը, այս մարդը շատ բան ա արել։ Բայց պարզվում է պարտքերել ա կուտակվել։ Հիմա եթե մի օր պարզվի, որ հաջորդ սերունդին եւ հաջորդ իշխանություններին իրանք այս պարտքերը փոխանցում են եւ եկամուտը հələ չեն ստացել, ժողովուրդ դրան էլ պետք է մենք հաշվետվություն պահանջենք։ Գներեք, եթե այդքան պարտք անելը հետո մենք ենք դրա տակ մնալու, չենք կարողանալու դրա տակից դուրս գանք, մենք պետք է այսօր դրա մասին խոսանք, հետո կարող է ուշ լինի։ Գիտեք, պարտքը անելը վատ բան չի, պետության համար արելա, ճանապարհ սարքես, մանկապարտեզ։ Հիմա պետք է մենք հասկանանք, կրթության որակը լավացավ։ Այդ ճանապարհները, որ սարքելա, թեփը էժանացավ, որ այդ ճանապարհներով թեփը հեշտ բերեն, ժողովուրդը լավ ապրեն։ Բայց պարզում է ասֆալտը արելա, փող ա լվացվել մեջը, մանկապարտեզը սարքելա, մեջը փող ա լվացվել։ Չեմ ասում, Նիկոլ Փաշինյանն ա լվացել։ Աննող կամպանիաները կարող է թե չէ։ Կասկածի տակ իրավունք ունեմ դնեմ, թե չէ։ Լավ փող ա լվացվել, դրա համար ասֆալտ են արել, մանկապարտեզ են արել, դպրոց են կառուցել։ Հնարավոր է թե չէ։ Խի նախկինների ժամանակ ասֆալտ չի արվել։ Շատ էլ արվել է, ուղղակի կոնկրետ որտեղ շատ ձայն կան տեղ էին անում։ Իրանք ավելի շուստի էին։ Երևան շատ է ձայնի, միլիոնանոց քաղաք է, միլիոնից ավել։ Երևանը շուտ-շուտ ասֆալտում էին եւ բան անում, կարկատաններ անում, փող էին լվանում։ Հիմա այս մարդիկ էլ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով են ասֆալտ արել, ինչու՞ չէ այնպես չի որ կարող է նենց են արել էլի անողների մեջ աշխատանք փող լինեն աշխատած։ Ինչ է, այդ ինչի է իշխանություններին, քաղաքական իշխանություններին աստվածացնում։ Ինչու է սրբացնում։ Հիսուսին կուրանակ դուք իշխանություններին չեք ուրանա։ Կներեք, դուք իմ ասածի մեջ թշնամանք տեսել եք, քննադատություն է։ Այնը դաշը այդքան է խիստ քննադատություն չէր, ընդհանրապես բարձրացած չմտածեք թե ես արդարանում եմ, փորձ ուզում բացատրություն եմ տալիս։ Ու մոտ որ լավ չտեղ հասել։ Ես այդ ուզում եմ հասանելի դարձնեմ, հասկանալի դարձնեմ, որ ինչ էր իմ ասածի իմաստը։ Չմտածեք հետ կընդունեմ ընկերների շարքում, ասում այդ մեզ բանը հետևորդ ես հավաքել հիմա, իբր հետևորդը հավաքած հետևորդը, օրինակ եթե ինձ ավելանում են, գիտեն 1 ռուբլի փող ա մտնում ջուբս կամ 1 դոլար, 1 եվրո։ Հետևորդի քանակը, լայքերի քանակը, սա 6000 անգամ ասել եմ, գումար չի բերում Հայաստանում։ Հայաստանը չկա այդ Facebook-ում որպես փող ստանող, չգիտեմ, բլոգերները չեն ստանում հաստատ։ Դժվար եք հասկանում։ Ամեն անգամ պետքա ձեզ մանրացնեմ, կրկին ու կրկին ասում եմ, ես ձեզ չեմ խաբել, ես որ իշխանության մարդ չեմ։ 4 տարի է նույն երգը երգում եմ։
Մի ժամանակ արցախցիներից մեծամասնություն էին անեցքո հայհոյանք տալիս, գիտեին իշխանության համար եմ աշխատում։ Հիմա իշխանության աջակիցները բացահայտել են, որ իշխանության մարդը չեմ, դրա համար հայհոյում են, վատ բան են գրում։ Ախարնեք դուք արա, դուք զարմանում եք, երբ որ մարդ անկախ է, ազատ է, ոչ մեկ տեղից ոչ մեկ չի ղեկավարում, կառավարում։ Մարդը իր մտածելակերպը, իր պատկերացումները, իր կարծիքը հայտնում է։ Զարմանում եք տենց բաների վրա։ Բացում եք ժողովրդավարությունը էս է, այսինքն ինձ այսօրվա իշխանությունների օրոք հնարավորություն ունեմ, որ ազատ խոսքը սարտահայտվեմ։ Ցավոք սրտի, բայց տգետներ կան, որ գալիս վիրավորական խոսք են գրում։ Մի հատ քաղաքավարի ձևով ձեր քննադատությունը գրեք, դες ես ձեզ վատ բան կասեմ, բայց եկել վիրավորանք ես գրում, ասում ատենաս ինչ են առաջարկել, ինչա խնդրել, որ տան իրան չի տվել դրա համար տենց է խոսում։ Մեկն ասում են երևի ընդդիմությունը փող է տվել խոսում է, մեկն ասում է ատրճանակը իր գլխին են դրել, վախեցրել են, ինչ են արել։ Իմ հետ ոչ մի բան չի եղել, եղանակն էլ անձրևային է, տնից դուրս գալու հավես էլ չկար։ Սաղ օրը անձրևեր չի ուզում դուրս գա, եթե քոսայի։ Հասկանում եք, ոչ մի բան իմ հետ չի եղել։ Ինչպես եղել եմ, այնպես էլ գնում եմ։ Իմ մոտ կլինի եւ դժգոհություններ, եւ կլինի ոգևորություններ, եւ կլինի բավարարվածություն, եւ կլինի անբավարարվածություն, այսինքն քաղաքական կյանքը այնպես է, որ կարող եմ ես դրանից ստանալ դրական էներգիա, կարող եմ ստանալ ոչ այդքան դրական էներգիա։ Եվ ինդիկատորի նման ես միշտ լույս եմ տալու, այսինքն իմ խոսքս վերաբերվելու է օրվա իրադարձություններին։ Ես ոչ քաղաքագետ եմ, ոչ խորը կարամ ուսումնասիրեմ քաղաքականությունը եւ ձեզ ասեմ 20 տարի հետո ինչ է լինելու այս բանը լենսը ինչ էր սրա անում մոռացել եմ ոչ էլի Թրամփի փոխնախագահ Ամերիկայի փոխնախագահ եկել Հայաստան ես ձեր համար տենց բաներ չեմ անում էլի այս բանը ուրեմն հետապնդելու է հաջորդ քայլը այս ձևով գալիս է Ամերիկան այսպես անի այնպես անի 20 տարի հետո այսպես ինչ կա օրվա իրադարձություն ասում այսօր ողջունելի այո Վիլսա ինչա դրանով կապ չունի էլի Թրամփի տեղակալը որ եկել է այսքանը ժողովուրդ ջան չգիտեմ եթե չունեք դուք հարց հաստատ ես չունեմ ասած ու արած բաներ որի համար ամաչեմ կամ վախենամ կամ մտածեմ կամ փոշմանեմ ոչ մի բառից համար չեմ փոշմանում ոչ հա մեկն ասում է դոզի տակ է երևի դոզան թողել դիտմամ երկու օր չեմ խոսացել որ դոզան մտածի թողելա խոսամ ժողովուրդ ջան դոզան գիտեք ինչ դոզա է եմո ջղայնության դոզա է ալնում մեկ էլ ուրախության դոզա այո ջղայնության դոզակարի մեջ բարձրաձայնեցի բայց այսօր ես հանգիստ ասում եմ որ չեմ փոշմանել որտեղ ընդ է բոլոր իմ մտքերը տեղիներ ածնների գյուղացիների համար թե Սերժի վարած քաղաքականության այդ փոխանցումը իշխանության այսօր հիմա կարող է իմաստացների կրկնվի հունիսին հետո հետ գաք ասելու եք Գեորգ կներես որ քեզ վիրավորել են դու գրողից ծոցը գնա ինձ դու պետք ես եթե դու պատրաստ ես իմ վերլուծությունը լսելու մի անգամից ասում ես վիրավորանքի ինձ երբեք էլ պետք է եղել այդպիսի մարդիկ Գեորգ ջան ինքը պատասխանեց ինչի համար է պարտք մնացել ասեց զենք ենք առել անգամ առաջարկեց ով չի հավատում կտանի ցույց կտա ես լսել եմ այդ խոսքը զենքերը չեմ տեսել ճիշտ այն զենքերա գնել չգիտեմ ինչպիսի որակի ինչպիսի տարածաշրջանը հետևանքներ ու ազդեցություն կթողնի զենքը դա էլ է դեռ հարցի մյուս կողմը ես չեմ ասում այդ փողերը ամբողջությամբ իրաց գրպաններն են դրել բայց հիմա գնացեք տեսեք օրինակ այսօրվա իշխանության մերձավոր մարդիկ նույն սոցիալական կարգավիճակում են ապրում ինչ առաջ չէ բարձրավոր պետքա փոխվի բայց դեր կա աստիճաններ չափ գոյություն ունի միգուցե շատ են փոխվել ես չգիտեմ ես հետապնդող կառույց չէ որ հետապնդեմ Գեորգ ճիշտ է որ այս հանդիպման ելույթները սխալ են թարգմանել եւ Հայաստանը ավելացրել է ինքը $9 միլիարդ 9 միլիարդ Հայաստանը ավելացրել է ես չեմ էլ հասցրել հետևեմ ինչ են խոսացալիս չեմ բայց դե ընդդիմությունից շատ ոչ մի բան ես ինձ մի խորհուրդ էլ տամ նախ լինելով իմ հետևը Ռոբերտ Քոչարյանի կանչները բայց ուզում եմ ասած ունեմ Ռոբերտ Քոչարյանի հիմնականում Ռոբերտ Քոչարյանը եւ այլ կան ընդդիմադիր գործիչներ այդ մարդկանց քննադատությունը իշխանության մասով լուրջ մի ընդունեք ես չեմ հավատում որ այդ մարդիկ լուրջ քննադատությունը իրանց լուրջ մտահոգությունը Հայաստանի Հանրապետության համար քննադատությունը իրանց հետապնդում է իշխանություն վերցնելու համար բայց ես չեմ մտնում այդ մատի ու մատանու արանքը
Ռոբերտ Քոչարյանը, եթե կատարել է քրեորեն պատժելի արարքներ, ունենք երկրի վարչապետ, ով որ իբր թե իշխանափոխություն չի արել, հեղափոխություն ա արել, իբր թե 21 թվին Չագուչը որ վերցրել է ժապավենը կապած, ինքն էր ասել, որ սրանց բոլորին դատելու եմ, չգիտեմ, գնդակարահելու եմ։ Հիմա էսա ինձ վտանգ ավելի շատ է սպասում ձեր փակալեն նախընտրական քարոզարշը, մի մահնակցած օրինակ ճամփին բիչոկը գցել ես, չէ՞, չնայած չեմ էլ ծխում, էլի sense մի թեմա սարքին գլխից, բան, ինձ ավելի հավանականություն եմ դա ձեր փակալեն, քան թե նրանց, ովքեր որ Փաշինյանը իր բերանով ասել է, դավաճան են, հայրենիքը թալանել են, կեղեքել են եւ այլն եւ այլն։ Ասում եմ, դե այդ քաղաքական գնահատականներ է, դատական համակարգ հետ մենք գործ չունենք, բայց Սամվել Կարապետյանն էլ ասում է, մեր ձևով բռնում նույն օրը բռնում են։ Բախիչեք մեզ բարձաբանում Սամվել Կարապետյանը ինչ է ասել, մեր ձևով բառը ինչ է հետապնդել։ Ասել է մեր ձևով մենք քանդելու ենք երկիրը, մեր ձևով հարձակվելու ենք կառավարության վրա, մեր ձևով եւ այլն, ասել է տենց բան։ Բա մի հատ հանրային տելևիզորով բանում ցույց եք տալիս սա ձեր փակալից, մատել տելևիզորով ցույց տվեք, տենակ ինչ եղավ այդ process-ը։ Թե լավ, քանի որ մարդիկ կան դեռ իմ ընկերների շարքը, որ պատրաստ չեն այլակարծություն, պատրաստ չեն տարբեր կարծիքները լսելու, ես չեմ ուզում հիմա արտահայտվեմ գնահատականներ տամ, ժամանակը ցույց կտա, դուք դեռ հիշեք, մեր ձևով բառը ինչքանով է քրեորեն պատժելի արարք, եթե քրեորեն պատժելի արարքա լավ են արել, բայց ինչու՞ չի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պատասխանատվության ենթարկվում։ Լավ, կրթության որակը, այսինքն ընտրովի է, էլի ում կուզեն կբռնեն, ում կուզեն չեն բռնի։ Կրթության որակը միանգամից չի լավանա, դա մի 10 տարի դեռևս պետք է 30 տարի մենք չենք կրթվել։ Ոնց 30 տարի Կրիստինա ջան, չեք կրթվել, բայց 30 տարվա կրթված վարչապետ ունենք մենք, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի կրթվել 30 տարի առաջ։ Որ հաշվենք, Նիկոլ Փաշինյանը 30-35 տարի առաջ է կրթվել, եւ դուք այսօր կասկածի տակ եք դնում, որ լավ չի կրթվել։ Ես էլ մի 20 տարի առաջ եմ կրթվել, այսինքն ես էլ չեմ լավ կրթվել։ Այ այդ է խնդիրը, Տիկին Կրիստինա։ Երբ որ ես ձեր խոսքը բռնցնում եմ, որ իրականության հետ կապ չունի, հետո սկսում են ինձ վիրավորել, չգիտեմ, դուք դժվար ինձ վիրավորեք, այսինքն ես տեղին եմ ասել, մեր կրթության որակը նես չէ որ ցածր ա եղել, բարձր ա եղել։ Մեր դպրոցի գրիշը կաթում էր, մեր դպրոցի պոլերը փթած էր ճիշտ ասած, բայց մեր կրթության որակը ավելի բարձր ա եղել, քան թե այսօր։ Այսօր մտեք դպրոցները կրթության որակ ստուգեք։ Ռեմոնտ են անում, թող շատ կրթական process-ները մեր գործ անեն, չեմ ուզում վիրավորական ասեմ, դասատուի գլուխն էլ ռեմոնտ անեն, որովհետև շատ դասատուների կդառնան վիրավորած։ Կներեք, եթե դրանով վիրավորեցի, բայց կան այո դասատուներ, որոնց հետ պետք է աշխատանք տարվի։ Դուս խոսողի Գևորգ ջան, թափեն ցակ է, թափենը չգիտեմ, ինչա Տիկին Սուսաննա։ Գլուխը երևի, հա։ Գևորգ որակ միանգամից դա կարդացել եմ, դետել եմ կարդացել Георг задолжена страны это естественно для нашей бедной страны, ага. Для нашей, наверное, бедной страны. Франция, Британия, Германия, Япония, все должны Америке. Не знаю, что там, тут я не лезу. Թրամփի դեմ ցույց են անում, որ Թրամփը դատեն, Թրամփին դատեն կանանց եւ երեխաների վաճառքի համար։ Մեծահարուստ Էյնշտեյնի հետ համագործակցության տարբեր սայթերով կա նկարներ, թե ոնց են երեխաներին ու կանանց մորթում են եւ օրեսին վտանգավոր վատ բաներից է խոսում Գրիգոր ջան։ Երեխաներին կանանց մորթում են, համատեղանում բռնաբարում են, այդ ամեն Նիկոլը гиди. Лавси катак. Пашинян все верно делает, но не торопитесь. Надо хотя бы понимать, с какого говна мы выходим. Мы под Россией пока товар, швал, Кочарян все подарил Путину. Теперь нам нужен деньги, чтобы Кристина ջան, խնդրում եմ բացատրեք գյուղացիների վրա էժան ցորեն են բերում եւ թանկ թեփ ծախում, Причем тут Ռոբերտ Քոչարյանը, ախր հերիք էլ ավելի ամեն ինչ տանում եք, հենց այսօրվա կառավարության գործողությունների մասին որևէ քննադատություն բան է բարձրաձայնում, ասում եմ, սա նախկիններն են եղավ, նախկինները արդեն նախկին են շատ շուտվանից 8 տարի առաջինակ մնացել են նախկին, իրանց այո կատարած սխալների պտուղները մենք քաղել ենք, վնասը կրել ենք, ես գիտեմ բազմաթիվ, բայց հարցեր կա, որ այսօր է կատարվում, եւ այսօր կատարվածի մասին մենք որպես թափ քաղաքացիներ պետք է բարձրաձայնենք, ձեզ հավաստիացնում եմ, իշխանության կողմից անհարգալից
վերաբերմունքի չեմ արժանացել սրա համար։ Իրան գիտեն, որ ես սրտացավով անկեղծորեն քննադատում եմ իրանց։ Իրան գիտեն ես որ չեմ վաճառվում, որտեղ ԱԱՑ-ն գտնում է իրանց ձեռքը։ Եթե իմանա ես որ որևէ ուժի համար ծառայում եմ, որևէ անձ ինձ ֆինանսավորում է, որ ես այդպես բան խոսամ, նույն օրը կհրապարակվի այդ զայնագրությունը, այդ հաղորդագրությունը, այդ նկարահանումը, սաղ չոտ իրանց ձեռնական են, չկա տենց բան, բայց ես ոչ թե արդարանում եմ, այլ ուզում եմ տրամաբանությունը խոտ տամ շատ մարդը, որ հասկանան ինձ մեղադրելուց, հաստատ ինձ կխայտառակեն։ Կասեն էսա, տեսեք գնացել է բանով փող կամ վերտով փող վերցրել կամ չգիտեմ փոխանցել են կհանեն էսա ինձ բաները սաղ բանկը կառավարում է բանկը ցույց կտա որ էսա այսքան միլիոն դոլար է փոխանցվել կամ դրամ է փոխանցվել այս մարդը դրա համար այս փողերի դիմաց խոսում է Գևորգ նկատի ունեի 9 միլիարդ պարտքի ավելացել Հայաստանը բայց ես էլ տենց գիտեմ 9 միլիարդ պարտք ավելացել ինչ որ տարեկանը փակել են բյուջեն 9 միլիարդ պարտքով Օմար Ալի, Նիկոլ Փաշինյանի նկարով Օմար Ալին adekvat հայ չի կապ չունի մեր եզդի եղբայրն է ես որ ասում եմ մեր հայերը մեր հայրենակիցները այսինքն Հայաստանում ապրող հայեր են խոսացող հայեր են իմացող Հայաստանի համար մտածողը իմ եղբայրն է կապ չունի ինքը ասորի է եզդի է քուրդ է հույն է կապ չունի Մտահոգող խոսողը հայերը, որ հայերը խոսում է, հետաքրքրում է Հայաստանի մասով, հիմա այս մարդը Նիկոլ Փաշինյանին երկրպագում է, փիսցիրում է, հարգում է, բախի չի ինքը իմ ասացի մեջ վատ բան տեսել։ Բայց դուք հնշտապեցիք ակաշներ կա հետևը։ Գրողի ծոց ուղարկեցի շատ որոշներին ջնջեցի ինգերների շարքից, դրանով նույնիսկ բացահայտվեցել շատ ես ուրախ եմ, որ դուք շուտ ձեր դեմքը բացեցիք Գևորգի առաջ, որովհետև եմ որ գրում եք Գևորգ ինչ անեց, հետևդ կանգնած ենք ախպեր դուխը չկցես կողքդ ենք բան պարզվեց որ դուք իմ կողք չեք դուք գիտեիք ես իշխանության բլոգերն եմ ֆինանսավորվող եմ նույնիսկ իշխանության կողմից դրա համար մեր ախպերն էիք համարում Գևորգին բայց որ պարզվեց որ դա ձեր պատկերած հրասն է հիմա ձեր ախպերը չեմ ես պետության թշնամին չեմ ես նույնիսկ իշխանությունների թշնամին էլ չեմ ես Ստի ու կեղծիկ թշնամին եմ իշխանություն կլինի ընդդիմություն կլինի սուտ կխոսա կեղծիկ կլինի կխապի Ես դա չեմ ընդունի եւ այդ երևույթը կլինի իմ թշնամին այո թեփը 3500 դրամով որ պետք է էժանցնեն 3000 ծախեին էժան ցորենը բերել դեպքում ուրեմն կեղծիկ կաստե եւ այս կեղծիկ հետ ես չեմ կարող համակերպվեմ Գիտեմ հա Օմար Ալի որ ես ասեցի հայ դրա համար եմ ասում հայ հայրենակից ես ասորի քուրդ կապ չունի ով որ մեր եղբայրներն են բոլորն էլ ովքեր որ մեր պետության մասին մտածում են Եվ այլն, էլ ինչ եք ուզում պարզաբանեմ, որ մի ասացել ձեր համար տենց տարանկալման տեղ տվել։ Ասել եմ ու ասելու եմ, իմ գործողությունները լինելու են իշխանության մի ամբողջ եթե կա քննադատություն, որոշ հատված կա եւ ողջուն էլ կա եւ դրական գնահատական, կա եւ բացասական գնահատական։ Ես Արցախից հետևում եմ ախպերս դու մեր անկեղծ ախպերն ես։ Վերջ, ես ասում եմ, իմ իշխանություն, իմ երկրի իշխանությունները իմ թշնամին չեն։ Իմ երկրի ընդդիմություններն էլ իմ թշնամին չեն, բայց կարա ունեմ ես օրինակ մի քիչ ավելի շատ բացասական դիրքորոշում որոշ անձերի ուղղությամբ, ովքեր որ կարծում են, որ Հայաստանին շատ են վնաս հասցրել, կարային շատ քիչ վնաս հասցնեին գոնե, եթե օգուտ չէին ուզեցել տան։ Եվ վերջո ուզում է իշխանության աջակից լինի, ուզում է ընդդիմության աջակից լինի։ Ես միշտ անկեղծ եմ ասել, այդ աջակիցները իմ եղբայրներն ու քույրերն են։ Մինչև այն րոպեն, այն վարկյանը, որ ինձ կվիրավորեն։ Հիմա մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էին վիրավորում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի աջակիցներից վիրավորեցին։ Դուք ինձ համար այդ վարկյանից ոչ քույր եք, ոչ եղբայր։ Կամ եթե դուք իմ հանդեպ անվստահություն կամ կասկած ունեք ես որ ծախված եմ, ես ձեզ շուտ եմ անում ընկերների շարքից ջնջում, որտեղ ձեր համար իսկապես զապադլո կլինի ծախված բլոգեր, ծախված մարդու հետևեք։ Իսկ ովքեր որ գիտեն որ ես ով եմ, ես իրանց խի ջնջեմ, իրանց համար նույնիսկ հաճելի է ինձ լսել, ինչպես որ ինձ է հաճելի adekvat մարդկանց մեկնաբանությունները կարդալը։ Լավ մնացեք բոլորիդ հաջողություն, ցանկալի է էֆիրը տարածի, որ մարդիկ իսկապես հասկանան, որ չէի խափել, որ ասում է ես ոչ մեկի մարդ չեմ։ Եթե դուք իքները ձեզ համոզել եք, ասել եք, չէ, Գևորգը այնպես էֆիրով տենց ասում, բայց տակի ծախրում են, գիտենք որ իր մարդն որտեղից գիտեք, այդ ասողին էլ մի հատ ուղարկեք, մեյդան գցեք, նամակագրություն բան, մի հատ իր կենսագրությունն էլ ես դնեմ, ստե պատմեմ, բա ինքը ով է, որ իմ հանդեպ տենց բանա խոսացել։
Նույնիսկ ձեր սիրելի չեմ ուզում անունը նորից դենչեցնել, մի բլոգեր 2 տարի առաջ ու միջալոց այսօրն էր էլի, այսօր էլի ես ասում եմ, որ իշխանության աջակիցներ, իշխանություն իմ թշնամին չի, ես իրանց թշնամին չեմ, ոչ թե արդարանում, այլ մեկնաբանում եմ, էլի էս մի հատ թեմա է եղել, այսօր իմ վրա TikTok-ի եկել է, story եմ գցել, 24 թիվն էր, ոչ թե անցած տարի, այլ 24 թիվն էր։ Այն ժամանակները ինչ որ բլոգեր իկնել էր, ուզում էր ինձ վերբով կաներ, ուզում էր ինձ հավաքագրեր, էլի, ուզում էր ինձ իշխանության մեջ տանել, բայց ինքը հասկացա, որ Գևորգը ոչ թե ատելությունը իշխանության, այլ Գևորգը ունի իր դիստանցիան։ Ես իմ ինտերվալ դիստանցիան պահելու եմ։ Բոլորի կողմ չեմ թույլ տալու, որ ինձ ներքաշեն որևէ ուժի մեջ։ Ես կարամ բոլոր ուժերին իմ գնահատականը կողքից տամ։ Մի ստիպեք իսկապես, որ ես էլ գնամ իմ ապահով ու հանգիստ կյանքի համար որևէ ուժի մեջ հանգիստ տեղավորվեմ։ Ոչ մի տեղը չեմ ուզում գնամ։ Ուզում եմ մնամ ձեր մեջ։ Եթե դուք ինձ ձեր մեջ չեք պատկերացել, ձեզանից վեր եք պատկերացել, սխալվել եք, եթե դուք ինձ ձեզանից ցածր եք պատկերացել, ելի եք սխալվել։ Ես ձեր մեջի մարդն եմ։ Կուզեք հետևեք, չեք ուզի չեք հետևի, հետևորդներ չեմ հավաքում։ Ուղղակի ցանկալի է, որ adekvat բլոգերներ, հանրային գործիչներ առայժմ լինեն ձեր կողքը, որտեղ մոլորությունը ձեր մեջ ավելի կխորանա, եթե այդքան էլ չլինի։ Հաստատ ես բոլորված չեմ, կաշառված չեմ, ծախված չեմ, ոչ մեկի ձեռրել չեմ նայում, թե ինձ փող տան, ես իրանց համար եթեր անեմ, ես ձեր համար եմ անում, ձեր խնդիրն եմ բարձրաձայնել։ Այսքանը, իսկ կարծիքը քաղաքական թեմաներով միշտ էլ վարկածներ ըլնելու է, ենթադրություններ ըլնելու է եւ ինչու՞ չէ դրանք ըլնելու է որոշակի ապացուցողական բազայով, ոչ թե հենց օթից բռնած։ Ինչ եղել է այդ պատմությունից ես քաղել եմ դասեր, ինչ եղել է այդ պատմությունը ես հիշում եմ։ Ինչ հարել է Սերժ Սարգսյանը, ես դա լավ հիշում եմ եւ ունեմ դրա մասին իմ պատկերացումը եւ արտահայտվել եմ իմ կարծիքը։ Շատ կներեք երկարցրի։ Հաջողություն բոլորիդ լավ մնացեք։ Սիրում եւ հարգում եմ այն մարդկանց, ովքեր որ ինձ սիրում հարգում են։ Չեք սիրում, չեք հարգում, հաստատ չեք հարգվի։ Ոչ մի վատ բան չեմ ասի ձեզ։